Մենք այս ճանապարհով, որը մեզ բարձրացնում է ուղիղ մի տեղ, որը ունի բարձրություն, դրա համար էլ անունը բարձրունի է։ Կարևորն այն է, որ ձեզ շատ են սիրում, առողջ լինեք, միշտ սիրված։ Այսօրվա մեր հերոսուհին ընկեր Ավագյան Կարինեն է, ով իր կյանքը նվիրել է մատաղ սերնդի կրթությանը։ Ձեր եղբոր ընտանիքի կողմից եւ մայրիկի սրբության կողմից շատ-շատ ձեզ սիրում են։ Նա ուսուցչուհի է, աշխատում է հենց Բարձրունու միջնակարգ դպրոցում։ Մորեն գեղեցիկ։ Այս է 44-օրյա պատերազմի հերոսներ եւ 90-ականների հերոսներ, Բարձրունի արծիվները, ընկերներ։ Որքան օքեյ։ Ես ասեցի անուն ազգանուններ, դուք տեսաք մեր հերոսներին, ամեն անուն ազգանունը սա կիսատ թողնված կյանք է, հանուն մեզ, հանուն մեր հայրենիքի խաղաղության։ Բարեկամներ, հարգանքներս, այսօրվա մեր օրը սկսեց արդեն երեկոյան եւ երեկոյան մենք գնում ենք այս ճանապարհով, որը մեզ բարձրացնում է ուղիղ մի տեղ, որը ունի բարձրություն, դրա համար էլ անունը Բարձրունի է։ Հիմա հեքիաթային սարերն են մեր եթերում, հայոց լեռները եւ այս հրաշք ճանապարհը, որ մեզ տանում է Սերս գյուղ, Սերս գյուղ, սերը շատ է այնտեղ, Սերսը անցնում ենք ու բարձրանանք ուղիղ Բարձրունի, ընկերներ։ Գնում ենք այնտեղ մի հերոս մարդու ծննդյանոր շնորհավորելու։ Մերօրյա հերոսները տարբեր են եւ հիմնականում բոլորի մոտ մի հստակ բնավորության գիծ կա, դա հայրենասիրությունն է։ Այսօրվա մեր հերոսուհին ընկեր Ավագյան Կարինեն է, ով իր կյանքը նվիրել է մատաղ սերնդի կրթությանը։ Նա ուսուցչուհի է, աշխատում է հենց Բարձրունու միջնակարգ դպրոցում, ինչը շատ գովելի է։ Մի բան հստակ կարելի է արձանագրել, որ մարդիկ, ովքեր մնում են իրենց գյուղերում, նշեն, որ Բարձրունին նաև սահմանամերձ գյուղ է եւ այնտեղ շատ քիչ է բնակչությունը, բայց այն կա եւ շարունակվում է ճիշտ ձևերով։ Հայրենասիրական ոգին պահելով լեռների գերկում բարձր մի հեռու տեղ, այսստեղ, տեսեք, հիմա գնում ենք, բնակչության ոչ մի նշույլ չկա, գնում ես, հասնում ես Սերս, հետո հասնում ես Բարձրունի։ Բարձրունի գյուղը բարձրադիր է, հենց ինչի պատճառով էլ անունը Բարձրունի է։ Այսօրվա մեր տեսանյութում դուք կտեսնեք Բարձրունու հերոսներին, ովքեր ննջում են հանգիստ, անցել են հավերժության շարքերը, 44-օրյա պատերազմի հերոսներ եւ 90-ականների հերոսներ, Բարձրունի արծիվները, ընկերներ։ Եվ հենց նոր մի միտք առաջացավ մոտս եւ եթե պատկերացրեք Բարձրունին զարգանար, մեծանար, մեծ գյուղ լիներ, ինչքան լավ կլիներ ամեն ինչը։ Հենց սահմանին մոտ կունենայինք մի հզոր ցիվիլիզացիա, որը թշնամին տեսնելով կհասկանար ու կվախենար, որ պետք չէ մարդկանց հետ գործ ունենալ։ Բայց քանակով չի որոշվում, հիմա ինչքան մարդ էլ կա այնտեղ հզոր են, բարձր ոգով եւ շարունակում են պահել հայրենիքը իրենց ձևով, հայրենիքի սահմաններն իրենց ձևով։ Այնպես որ հիմա գնում ենք հզոր տեղ։ Մնացեք մեզ հետ, մինչև կհասնենք Սերս, հետո Բարձրունի։ Երկուսն էլ փոքրիկ գյուղեր են, մեկը մյուսին հաջորդող։ Ես Սերս եկել եմ, հեսա Սերսը, տեսեք Սերս, չեք հավատում, որ այդպես գյուղ կա։ Նկարի չէ, որ սերեր։ Սերս գյուղն է, ընկերներ, կադրերում։ Մի քանի տուն է երևում։ Ես մի անգամ բախտ ունեցել եմ Սերս գալ, բայց այ Բարձրունի առաջ անգամ եմ բարձրանում։ Հետևաբար ոտքս խերով լինի, այս կողմեր մեր մարզի գյուղերն են եւ ես այստեղ չէի եկել։ Սերս եկել եմ, հենց առաջի տունը ձախի վրայի, այստեղ տուն կա։ Մի րոպե։ Աղբերս, Բարձրունի սենց եմ իշնում։ Այսեց հետամ, այսեց գնամ Բարձրունի։ Շատ բարի, ապրես։ Գնում ենք Բարձրունի, ընկերներ։ Ընկեր Ավագյան Կարինեին շնորհավորելու իր ծննդյան օրվա առթիվ իր մայրիկի սրբության եւ իհարկե եղբոր ընտանիքի կողմից, եղբոր ընտանիքից էլի, եղբոր ընտանիքի կողմից։ Հիմա
Նրանք գտնվում են Ամերիկայում, ԱՄՆ-ում են, իսկ մենք գտնվում ենք այստեղ, դրա համար էլ մենք ենք գնում։ Վերջերս էլ մեր Հարութ աղբոր խնդրանքով գնացել էինք Երևան, Աղբարաշեն, իսկ այսօր գնում ենք Բարսելոնի։ Ինչքան տարբեր տեղեր են, ինչքան գեղեցիկ տեղեր են։ Ճանապարհը, ինչպես նկատում եք, տեղ-տեղ քանդված է, բայց հիմնականում անցանելի ու նորմալ։ Ես ինչա, կուլտուրայի տունն է, Բարսելոնը, գյուղապետարան, ահա գրունտային ճանապարհ սկսեց դեպի Բարսելոնի։ Գրունտ է ճանապարհը Սերսի որոշ հատվածներում, բայց ասում եմ ոնց որ ասֆալտ էլ կա։ Գնանք տեսնենք երբ կհասնենք ասֆալտին։ Ահա, այսպիսի պատիժ ունեցանք, բախտ ունեցանք պատժվելու Սերսի ջոլերում, Սերսում, Սերն այնքան շատ է, որ ջուրն էլ է շատ սիրում, դրա համար եկել լսվել է ճամփի մեջտեղը։ Ավտոն էլ լրիվ սեր։ Չէ, ճանապարհը փաստորեն գրունտը ավելի գերակշռող է։ Գնանք Բարսելոնի, բարեկամներ, բարձրանանք հավեսով, օֆրոդ անենք, կարելի է օֆրոդ կազմակերպել այստեղ ու գնալ գալ։ Ասֆալտ, Սերսը վերջացավ, սկսեց Բարսելոնու ճանապարհը, այ հիմա Բարսելոնի ենք բարձրանում։ Այստեղից են կողմ չեմ գնացել ես, առաջին անգամ գնում եմ, ունես որ ոտս խերով ելնի, գեղեցիկ ափսոս որ ցերեկով չեկանք, ցերեկով գայինք շատ սիրուն տեսարանների ականատես կդառնայինք, միանշանակ վստահ եմ։ Այստեղ արդեն ինչքան բարձրանում ես ձյունը հաստատուն է եւ ձյուն է աչից ու ձախից։ Գնանք ձների մեջով։ Ընկերներ, մենք արդեն Բարսելոնի ենք մուտք գործում։ Բարսելոնի գյուղի վահանակն է կադրերում։ Գնանք, հիմա տեսնենք Բարսելոնին հենց 2 մետրեյան արդեն սահմանն է։ Եթե ուշադիր նայենք սարի գլխին, այն պոստը արդեն, չէ՞, պոստա էնի։ Պոստերն են։ Հա? Այնա պոստն է։ Պոստի ներքևում գյուղն է։ Այստեղ ապրողները մեր հայ գենեն քաջ տեսակն է, որ ոչնցից չի վախենում, թշնամուց առհասարակ չի վախենում, մնացել է այստեղ, պահում է իր հարազատ գյուղը, իր ծննդավայրը եւ իհարկե սահմանները։ Այստեղ մեծացած սերունդը չի կարող ուղղակի հայրենասեր չլինել։ Ուսումնասիրում ենք Բարսելոնի գյուղը, տեսնենք ինչ գեղեցիկ գյուղ է, ինչքան հնարավոր է երեկոյան ժամերին այդքան ուսումնասիրենք, տեսնենք։ Լուսավորություն կա, կարևորը ասֆալտը կա, տան օջախների լույսերը վառվում են, սա արդեն նշանակում է, որ հայը այստեղ ապրում է։ Շրջանը գտնենք, հետո զանգենք տանտեղը գտնենք։ Մարդ որ հանդիպի, հարցնենք կասեն էլ տեղը, չէ՞։ Ուսուցչուհի է նա, հաստատ տանտեղը կասեն։ Կճանաչեն են։ Հավաքյան Կարինեի ծննդյանօրն է այսօր։ Մենք էլ Բարսելոնու նեղլիկ փողոցներով երթևեկում ենք։ Ըստ որ նայում եմ 1800-ականներին բնակեցված գյուղ է, բայց որպես բնակավայր ինչքան հին է, դա չգիտեմ։ Տեղեկություն ունես։ Մենք Բարսելոնու փողոցներն ենք չափչփում հիմա։ Բայց ախպեր, դու իմացար ուր եմ։ Հա, շատ ես գնացել։ Ես պատկերացնում եմ, որ շատ եմ գնացել, բայց Հուշարձան էի ման գալի։ Հուշարձան հենց որ մտնում էր գյուղ, հենց սկիզբն էր, եկեղեցին ձախի վրա, հենց։ Գնանք անակնկալն անենք։ Հետո կետամ Հուշարձանը կգտնեմ, եթե հնարավոր է լավ կնկարեմ, որտեղ բան չի երևաց է, դիպեր հեսա հասանք այդ տներին երկու արկանի երևի թե։ Հա, հիմա ուտի Հեսա կանեմ։ Հեսա կայ ձախանեմ, հեսա այստից։ Հա, հեսա, ախպեր երևում, հա։ Մտնում սեղի մեջ։ Հա, ջոգիմ, վերջում ջոգիմ պրոստ։ Ճիշտ եմ, չէ՞ հետում ախպեր, ենթադրաբար ճիշտ եմ հետում, հա։
Ախպեր, ուղիղ ենք եթում, ուղիղ եթում ենք։ Բարև ձեզ բարձրություններ, ոնց եք, բարձր է տրամադրությունը, բարձր է ճիշտն ասեք, դե ծապ տվեք տենանք իշկան բարձր է, ուր է մեր ընկեր Աբակյանը, որտեղ է նա, դուք եք, շնորհավոր ձեր ծննդյանները մենք եկել ենք ձեզ ուրախացնենք, բարձր գեղեցիկ սիրուն անակնկալ անենք, բայց այդքան եք հա սիրում, երկու հատ էլ ձևական հա, Ես արդեն զգացի, լավ, շատ եք սիրում, հա, սերը զգացվավ, հա, շատ սիրված եք դուք, թե բարձրունիում, թե բարձրունու սահմաններից հեռու, ձեզ շատ են սիրում, ու շատ հեռու, բայց այդ որտեղ է, շատ հեշտ ու տրամաբանական պատասխան, հա, հնարավոր է, չեմ ասում, բայց էլ ընդեից է, թե չէ, կարևորն այն է, որ ձեզ շատ են սիրում, առողջ լինեք, միշտ սիրված, մենք ես շնորհակալ ենք, որ բարձրունիում ես սահմանի բերան, ուսուցչուհի եք աշխատում ու կրթում եք մեր ապագա սերունդներին։ Առողջ լինեք, լավ լինեք, ձեզ լիքը համբերություն եւ շնորհակալություններ աշխարհի տարբեր տեղերից։ Ախ ինչքան եմ սիրում քեզ։ Ապրեք։ Այս թվում էր բարձրինում լավ բարձր ծափեր կտամ, բայց ոնց որ այդպես բարձր չի։ Ոչինչ, հա։ Դե քաղցրությունը տալիս եմ ձեզ սեր ու հարգանքը հեռուներից։ Ինչպես որ նշեցիք, ճիշտ էլ նշեցիք, Ամերիկայից է։ Ձեր եղբոր ընտանիքի կողմից եւ մայրիկի սրբության կողմից շատ ձեզ սիրում եմ։ Կարոտը ուժեղացրել է, սերը շատացրել է։ Իսկ հիմա այս ծաղիկները ով գանավիրի։ Ով բայետ եմ ուզել եմ։ Յար մեկը պակի էլ։ Չէ, լավ։ Յար, դու պետք է գաս։ Ես գամ քեզ հանեմ, արի էլ։ Արի։ Չէ պաչելու, արի։ Իշես թե չէ։ Կաղա պաչեմ էլ, բայց ազգուշ էլ, սիրուն տաղա ես։ Էսի վերջ, սիրուն նավիրի մը, պաչի։ Բայց ես քաղցերը, մի րոպե արագ բան անենք, հա։ Ջեր մոր։ Քեզ է ծնվել է բարձան, և բայլինել արժանի։ Ախ ինչքան եմ սիրում քեզ։ Էլը չի տենց արագ հետ գնացիր որ։ Էն հաստատ դու չես ավլելու։ Էն մի անհանգստացի։ Ձեզ լավ որ բարձր տրամադրություն, իսկ այս տրամադրությունը ձեր համար ստեղծողները հենց այս բային մեր հետ են։ Ուղղակի հեռասի մեջ։ Հենա, այստեղ են։ Այդտեղ կա ասելու բանն են, մարդուս կա ասելու բանն են։ Ապերես, մամ։ Բարև, ապրեք, շնորհակալ եմ։ Արսիկներ շնորհավոր ես, բայց ձենով չէ, ձեռով։ Ինքն էլ մեր քույրիկն է, էլի։ Հա, քույրիկը շնորհավոր ես։ Հարսիկ քույրիկը, հա։ Դե ձեզ լավ որ բարձր տրամադրություն, դե կարակ արդեն զանգեք, մեկա մենք եկանք պալի տարինք, որ դուք եք, հա։ Դե լավ իմ ամերիկացի բարեկամներ, լավ։ Շարժիմ էլ եկամ ասամ բարձրունի։ Անեց արագ կնացի, չեմ ուզել իկամ նադի։ Այ ախպեր, բասեր չաշաչ։ Հետաքրքիր մեխանիզմ հանդիպեցինք բարձրունիում։ Բարեկամներ, մենք ջերմ հյուրասիրության արժանացանք բարձրունի գյուղում, նստեցինք, զրուցեցինք, շատ լավ օջախ էինք գնացել։ Հետևաբար, ոգևորված, դրականով լիցքավորված շարունակում ենք մեր ճանապարհը, գնանք Եղեգնաձոր, բայց ճանապարհին պետք է անպայման կանգնենք բարձրունու հերոսների մոտ, մեր խոնարհումը ցույց տալու համար եւ իհարկե ձեզ ցույց տալու համար մեր հերոսներին, ովքեր Հայաստանի տարբեր տեղերում են, անգամ այնպիսի տեղերում, որտեղ որ շատ քիչ մարդիկ են ապրում։ Եվ հենց սա է մեր հզորությունը, որ քանակը մեզ մոտ երբեք որակ չի փոխել։ Մեր որակները միշտ բարձր են, հենա երևաց նոր Վարդան տեսա։ Նոր անցել ենք, չենք նկատել մեր հերոսների արձանը, իսկ հիմա նկատեցինք, ես հիմա մտածված այս դրուսը գցեմ, եկեղեցի էլ կա,
Քոնյոկ են 20 թվական։ Մոտիկից նկարի էլի։ Արթուր Գևորգյան, Հակոբյան Գարիկ, Գարիկ Սայադյան, Մեհերյան Հրաչիկ, Ստեփանյան Արսեն, Սևադա Սարգսյան, Սամվել Միքայելյան, Ստեփանյան Արսեն, Մելքոնյան Նորայր, Սեյրան Միքայելյան, Սեյրան, չգիտեմ ոնց որ, Սեյրան Միքայելյան, Հովանիսյան Աշոտ, Ավակյան Արտուր, Արա Հովակիմյան, Արմեն Հովակիմյան, Արթուր Հովանիսյան, Մանասերյան Սամվել, Գոր Կարապետյան, Ավակյան Վարազդատ, Անդրանիկ Գևորգյան, Ավակյան Նորիկ, Գևորգ Աբգարյան, Գրիգորյան Թաթուլ, Մեհեր Ստեփանյան, Ալեքսանյան Խաչատուր, Արա Շահբազյան։ Արա Շահբազյան, մենք վայք գնացել ենք իրանց տուն։ Բարեկամներ, ես ասեցի անուն ազգանուններ, դուք տեսաք մեր հերոսներին, ամեն անուն ազգանունը սա կիսատ թողնված կյանք է, հանուն մեզ, հանուն մեր հայրենիքի խաղաղության, հանուն մեր եռագույնը ծածանվելուն։ Այնպես որ միշտ չենք կորցնում պահը, առիթը եւ մեր տղաներին անպայման հիշում ենք եւ ցույց տալիս հնարավորության սահմաններում հարգանք։ Լավ մնացեք, մենք շարունակենք մեր ճանապարհը։ Եթե ճանապարհին հանկարծ հանդիպի Չոբանի արջ կամ Չոբանի աղվես, անպայման կնկարենք, ցույց կտանք։